Հարմարավետությունն ու քունը միշտ մոտ են իրար, և նույնիսկ խիղճն է համաձայն քնել։ Ավաղ, ինչպես ավազներ սահուն, ինչքն ու խաղաղությունը խիստ վտանգավոր են։ Երբ առանց դատ ու դատաստանի եղբորն էին տանում հավատքի համար, քույրերի շուրթին աղոթքն էր հնչում, ոչ թե շրթներկի գույներն էին վրա։ Երբ կապանքների զրնգոցի տակ հորը շղթայված տանում էին հյուսիս, դուստրերի աչքին արցունք էր միայն, չէ թե ներկված էր գույներով անարգ։ Երբ քարոզելու համար դատախազի մոտ քեզ հանկարծ տանեն, այդժամ ոչ թե ռեպ ու ռոք կերգեն, այլ հրեշտակները կփառաբանեն։ Եթե սիրում, ապրում ես Քրիստոսով, վառվում ու շնչում միայն Նրանով, ապա Հիսուսը սիրում է ինձ, երբեք չես կրի հագուստի վրա։ Երբ դատապարտում էին ամենախիստ պատժով միայն սարկավակ լինելու համար, այդժամ խաղաղություն էր եկեղեցում, ոչ ոք չէր կռվում աթոռի համար։ Վարդի նման ծաղկեց ազատությունը, իսկ սատանան այնտեղ թաքցրել էր թույնը։ Ով չի մոռացել Քրիստոսի խոսքերը, նա լաց է լինում, տեսնելով այս ամենը։ Ճանապարհը սակայն դեռ չի ավարտվել, դա բոլորս պետք է անկասկած հիշենք, մենք լավ սկսեցինք, միայն թե նույն կերպ էլ ընթացքն ավարտենք։